Բայց անձրև ոնց որ չէր տալիս, նայեցի էր շուտ, մենակ անպամած եղան։ Կայարանի մոտի տոնածառն է։ Բարլուս սիրելի բարեկամներ, գնացքս ոնց որ ուշացում է տալիս 13 րոպե, բարձրանա մի հատ էլ վերևից նայեմ։ Այլի 13 րոպե ուշացում է տալիս, 11:03 նոր գալու է, կարող է մի քիչ ուշանամ գործից։ Բրուսելի գնացքն եկավ, բայց այդ ուշացում չուներ, մենակ այս գենտ գնացող գնացքներ են, հաջորդն էլ ուշացում ունի։ Ասեցի նայեմ մի հատ էս սպասելու, սպասասրահները ազատ լինեն նստեմ, դեստեղ 2 հատ կա, բայց զբաղված էին։ Քամիա, ցուրտ չի, 12 աստիճան է, բայց քամի այս քամի չեմ սիրում, այ բնության եղանակներից քամին չեմ սիրում ես, չգիտես ինչի, այնտեղ էլ շատ մարդ կա նստած։ Տանը նայեցի, ուշացում չէր տալիս, հիմա ուշացում կա, էլա շուտին չասեցի, չզանգեցի, ասեմ, որ ասեմ կասի կամ քեզ տանեմ, բայց չեմ ուզում ինքը տանի, ես կգնամ, ոչինչ, ուշացա էլ այդ նկարել եմ, եթե ուշացա այդ կուղարկեմ մեր մոտ, մեր խանութ, որ տեսնեն գնացքի պատճառով եմ ուշացել։ Ստրես չեմ անելու, հանգիստ սպասելու եմ, որ երկար գործի չենք գնում, ոնց որ սովոր ենք, չէ, այդ ռեժիմին արդեն, ես ահագին երկար փաստորեն չեմ գնացել գործի, արանքում մի օր գնացի, որ շատ թույլ էի ու էլ չեմ, երևի գիտեք ինչքան, արդեն 10 օրից ավել, արանքում մի օր եմ գնացել գործի ու չեմ գնացել, բայց երեք արդեն ուզում էի գնալ, կարոտել էի իմ գործը կոլեկտիվից, համոզայն է երևի խանգարում է, չէ, ժողովուրդ ջան։ Մի հատ միկրոֆոն էի պատվիրել Թեմուից, բայց հեչ լավը չէր, հետ ուղարկեցի։ Եկեղեցու զանգի ձայներն են այստեղ լսվում։ Առավոտ հասցրել եմ արագ ոսպով ապուր եմ պատրաստել ու կանաչ ոլորով ծվածեղ։ Եթե սպիտակուսեր չենք ուտում, մեկը շուտ ենք սովածանում։ Պարտադիր, մենակ շուտ սովածանալը չէ։ Սպիտակուսները շատ լավ է, էլի մեր մկանների համար, մկանային զանգվածը դե 30 տարեկանից հետո արդեն սկսում ենք կորցնել, ամեն տարի չգիտեմ քանի տոկոսն է, բայց աստիճանաբար պակասում է, դրա համար որ սպիտակուսները նորմալ չենք օգտագործում ու չենք մարզվում, մեր մկանները կորում են, դրա համար էլ շատ կարևոր է, էլի, դրա համար այսօր ճիշտ է, ոսպն էլ դե սպիտակուսներ պարունակում է, բայց հետն էլ ասեցի ես կանաչ ոլորն էլ ծվածեղ անեմ, սառած դե միշտ ունենում ենք, ասել եմ։ Այդպես սիրելի բարեկամներ, հեռախոսն անջատեմ, գնամ ես էլ այնտեղ նստեմ մի քիչ, որ անցնող դառնողը չնայի, այսպես ձեռքս պարզած կանգնած եմ։ Իշնեմ մի հատ նայեմ հոմ բաժնում ինչ նորություններ կան, ինչ զեղչեր կան։ Սիրն ինչ է, 12 եվրո, ես փոքրերից ես առել էի, 5 եվրո էին ես մեծերը, 8 եվրո են, բայց չեն զեղչել։
5 եվրո արժեն այս բաժակները մի հատը։ Ես ինչքան գունավոր բաժակներ կան։ Хим проблем. Я. Ես 4 եվրո արժի, սրանք է սոուսի համար նոր տարվա։ Նոր բաներ չկային, գունավոր բաժակները ինձ դուր չեն գալիս, չգիտեմ։ Վերջ այդքան ժամանակ չկա, բարձրանամ արդեն վերև, ժողովուրդ ջան։ Շատ ժամանակ, ասենք բան պետք չի, ուղղակի նայում եմ, կարող է մի բան, հարմար բան լինի, էլի չգիտեմ, այդպես պատահում է։ Բայց այսքանով ոնց որ բարձրանամ վերև արդեն ժամացույց էլ այսօր չեմ վերցրել։ Գրաֆիկից դուրս եմ մնացել, էլի որ երկար բացակայել եմ գործից։ Ինչ էլ հաստ բաներ են տանը հագնելու։ Խանութում աշխատելը լավ չի, աչքդ շատ բան ա տեսնում, անընդհատ մեկը գալիս ա, անջատում եմ հեռախոսը, պատրաստում գործի ես, իմ սիրելի բարեկամներ, ձվածեղ եմ սարքելու, բայց մի քիչ տարբերվող ձվածեղ, երշիկով, բայց սոխել եմ ավելացնելու։ Ցիտապը տրիցետ կավելացնեմ։ Մի թեթևակի տապակելու եմ, չեմ եփելու շատ։ Սոխը կարելի է ավելի մանր կտրել, եթե դուք ավելի մանր եք ուզում։ Մինչև սոխը մի փոքր կտապակվի, այս երշիկն եմ։ Վիչինա է ավելի շուտ, ոչ թե երշիկ։ Սա կկտրեմ։ Այս ընթացքում մի հատ լոլիկ կկտրեմ։ Կավելացնեմ սոխի վրա։ Այս ճաշակի կարելի է մի հատ սխտոր գցել։ Երշիկն էլ կավելացնեմ, այսինքն վիչինան ոչ թե երշիկը։ Ձվածեղը, եթե սոխ չեք սիրում, չեք ուզում, կարող առանց սոխի պատրաստել։ Ես կավելացնեմ մի քիչ աղ, խոշոր աղ, մի փոքր չորացած սանիկ, սև պղպեղ, կխառնեմ էլի։
Երեք հացերի վրա մի քիչ էլ աղ կավելացնեմ։ Ու կավելացնեմ այստեղ։ Կծածկեմ մինչև ձուն կեփի, չենք մոռանում խառնենք, որ չվառվի ծվածեղը։ Հիմա արդեն մի փոքր քերած պանիր կավելացնեմ։ Ծածկեմ մինչև պանիրը կհալվի, կրակը մի քիչ կիչացնեմ, մինչև կանաչի կտրեմ։ Արդեն պատրաստ է, նայեք ինչ ախորժաբեր ծվածեղ ստացվեց, դե արդեն այս ճաշակի կարելի է օրինակ սոխ չգցել կամ լոլիկ չգցել, ով ինչ որ չի ուզում։ Զարդարում ենք թարմ կանաչիով ու խնդրեմ արագ նախաճաշ կամ արագ ընթրիք, ինչ որ կուզենաք։ Գետնա, ինչքան սիրուն է, գործից հետո եմ նկարում։ Սիրուն է, չէ՞ զարդարել։ Տեսենք, երբ ենք գալու մանկանք, շատ սիրուն է։ Այս մեր քաղաքում ժողովուրդ շատ սիրուն զարդարել է։ Այս ծառերի վրային անցյալ տարի չկար ոնց որ շուտ։ Այս տարին, հա, դրեր։ Ստե չէ։ Ոստեղ նկարը հանածների թանին այ։ Հա, լավ միտք է։ Այս արանքում չեն դրել, խնայել են, մենակ այս մասն են դրել լույսեր։ Հələ աշխատում են այս ժամին։ Բլենդեր ստացել եմ ու չեմ բացել ուսումնասիրել, այսպես բացել եմ տուփը, մի հատ թեթևակի նայել, էլի դրել եմ, կասկածում էի, պահեմ թե չէ։ Հիմա բացեմ նայենք իրար հետ, որովհետև այս ավելի շուտ մինի բլենդերը։ Հիմա հանենք մի հատ, համ էլ փորձենք, նայենք աշխատում է, չի աշխատում։ Ես մի հատ մեծն ունեի, երևի միլիտր 700 գրամ էր։ Ճիշտ ասած չփչացավ, ուղղակի երկար օգտագործեցինք, ցանցրացանք արդեն, նվեր տվեցինք ուրիշին։ Հա, այս որ պատրաստի է, ասենք հյութաբանա լցվի սրա մեջ։ Այս էլ իրա բաժակը, ինչ մեջ որ պետքա պատրաստվի։ Հա,
փոքր է, 600 մլ։ Մի հոգու համար լավ է։ Փոքր բաներ սարքելու համար։ Ահա, այս առաջին կողմ։ Մի հատ էլ հանեմ ու այս բաները որ կան, ասենք, ինչ անում, այսնա, Քսենիան սիրում է սրանցով խաղա, գցում են գետնին խաղում, բայց որ մի քիչ կարճ են վտանգավոր է լինում, էլի, ես հիմա չեմ տա, չգիտեմ, ինձ թվում է կարող այսի կարճը, կարող է կուլտել։ Քսենիան հարցնում եք տղայի աղջկա անունով ոնց է եղել, որ Քսենիա ենք անունը դրել, մենք չենք դրել, մեր աղջկա կատուն է ինքն է դրել։ Իրանք որ փոքր էին, մեր երեխեքը որ փոքր էին, մի հատ սերիալ էին նայում, Քսենիա անունով, ինչ որ հերոսուին Քսենիա էր, երևի հունական դիցաբանությունից էր, չգիտեմ։ Իսկ հիմա երևի դա իր մնացել իր մեջ այդ հերոսու անունը դրելա Քսենիա։ Երևի սկզբում չի իմացել աղջիկա թե տղայա, չգիտեմ ոնց է եղել, այդպես մի ես էլ հարցրել եմ, ինչի ես Քսենիա դրել։ Ասում եմ, եսի ինչ վատ անուն, ասում եմ, վատ չի, խեղճ տղային աղջկա անուն ես դրել։ Հիմա իմ սիրելի բարեկամներ, մի հատ կակաոն դատարկեմ, ասեմ, որ գործից հետո եմ նկարում, հոգնած եմ, տուն եմ եկել, հաց կերել ու նկարում եմ։ Ես կակաոն դատարկեմ, Իրակի օրը ուզում էի մի կադոտ խել, տեսա կակաոն շատ քիչ է, համարյա չկա, տեսա վերջանում է։ Ես էլ շերտավոր խմոր պատրաստեցի, դրա վիդեոն առանձին կդնեմ նայեք։ Դեռ չեմ թխել, խմորն արել եմ, չեմ թխել, մինչև դնեմ վիդեոն տեսնեք, այս ժամանակ արդեն թխած էլ կլինեմ, ցույց կտամ։ Կակաոն շատ առողջարար է, ժողովուրդ ջան։ Դրա համար շոկոլադն էլ խորհրդատրվում, ուտել այն շոկոլադը, որ մեջ 75%-ից ավել կակաո է պարունակվում։ Հա, կարելի էր անգամ 2 տուփ առնել, Աշոտին էի ասել, որ առներ, այդքան էլ շատ չի մեջը։ 250 գրամ է մեջը։ Ինչևէ, ոչինչ, ես հերիք առայժմ։ Ես այնքան աղբա արտադրվում, որ ես գնաց իրա տեղը։ Այս պահարանը լավ էր, ահագին բան տեղավորեցի, բայց այնպես չի որ էլի լրիվ տեղավորվեց։ Մենք որ այս տունը առանք, այդ պորտուգալացի կին էր վաճառողը, ինքը, ես իմ սուրճն է, ժողովուրդ ջան, Լիդլից ենք առել, Աշոտն է առել։ Ես շատ հավանում եմ այս սուրճը, այդ ապարատով եմ երկում, շատ լավն է։ Այս տունը որ առանք, այդ պորտուգալացի կին էր, տանտերը, կահույքը դրած էր այստեղ, խոհանոցի, երևում էր, որ ժամանակին լավ կահույք է եղել, հայտից սիրուն կահույք էր, բայց այնքան հին էր, որ հոտ էր գալիս այդ կահույքից, ահա որ հոտ էր գալիս։ Ինչ տարբերակ չկար, որ ասենք թողնեինք խոհանոցի մեջ։ Ինձ թվաց այդ կնոջ ամուսինը մահացել է ու ինքը երևի մի տղա ուներ, երևի ինքը դե հազիվել չէր էլ հասցնի փոխեր կամ բա, այդպես ոնց որ խեղճ ապրել էր էլի ամուսնու մահից հետո։ Այդպես հանեցինք, դրա համար այդ կահույքը հանեցինք, թափեցինք։ Հիշ տարբերակ չկար օգտագործելու։ Ընդհանրապես տունը որ վաճառում են, առնում ենք կամ մենք ենք վաճառում, կահույքը մեջն ենք, պետք է մեջը թողնենք։ Նոտարի մոտ որ ստորագրում ենք առքու վաճառքի պայմանագիրը, այնտեղ կետ կա հատուկ, որ ինչ որ շարժական չի տան մեջ, այդ չենք կարող հանենք։ Մենք էլ մեր նախորդ տունը որ վաճառեցինք, գերմանական շատ լավ կահույք ունենք, նոր չէինք առել, երկրորդ ձեռ էինք առել, բայց շատ լավն էր, շատ։ Բայց չէինք կարող հանենք, բերենք, պետք է թողնեինք տան մեջ։ Ստորագրել էինք դրա համար։ Այդպես ընդունված է, որ խոհանոցը կահույք պետք է լինի։ Վաճառելուց կահույքը խոհանոցի մեջը։ Իհարկե շատերը փոխում են, հանում փոխում են, ոնց որ մենք հանեցինք, մտածեցինք ավելի լավ է մենք հասարակ կահույք առնենք, բայց նոր մաքուր, քան այդ կեղտոտ կահույքը թողնենք։ Հա լրիվ չտեղավորվեց, ոչինչ։
Այսքանը, այս գտալը միշտ մեջն եմ թողնում։ Անհամբեր սպասելու եմ, որ առավոտ խմեմ սուրճ։ Հիմա չեմ խմի բնականաբար։ Մի քիչ մնաց մեջը, օգտագործենք նոր էսել կավելացնեմ։ Կարայի այն բաներով փակեի, շպրտաներով, բայց քանի որ այս ֆոլգայա մեջը ու փակվում է, այսպես կփակատեմ, կդնեմ դարակը, մինչև այստեղ, մինչև այն մեկը վերջ տեղ ազատվի նրա մեջ, բերեմ դնեմ, դատարկեմ այնտեղ, այս էլ դնեմ իրա տեղը։ Թերը թափենք, ժողովուրդ ջան։ Թղթերը ինքան շատ թուղթ է հավաքվում, այստեղ խոհանոցում տեղ չկա հավաքելու, դնում եմ այնտեղ զուգան ունենք այնտեղ անկյունում, դնում եմ այնտեղ եմ հավաքում, մի հատ այստեղ սրբեմ, իմ սիրելի բարեկամներ, ինքան լավ տանք էր դուրսը, այս կարակի ամանը շատ լավն է ժողովուրդ ջան, շատ։ Կարակը վերջացել էր, այսինքն բան էի սարքել, այդ շերտավորը խմորը դրա համար էր վերջացել, լրիվ օգտագործել էի, Աշոտին ասեցի առել էր, այսօր խանութ էր մտել, հիմա ես դնեմ ամանի մեջ, դուք նայեք, ինչքան լավ, շատ հարմար, ու լավ էր, որ ես հենց վերցրես խորը կարփարիչովը, դեր կարակները տուփերի վրա 50-50 գրամով բաժանված է արդեն, ասենք եթե տեսնում եք այստեղ 250 գրամ է, այսպես առանձնացրած է, որ մի անգամից օգտագործելուց հեշտ է, էլի կարելի է ծուղակ այսպես վրայից 50 գրամը կտրել կանել։ Սրանք շատ լավ կարակ են, սերուցքային, իրոք շատ լավ կարակ են սրանք։ Այսպես, շատ հարմար ամանա։ Այս թուղթն էլ գնաց աղ, տեսնում եք ինչքան աղ է արտադրվում։ Մեր պլաստիկ բանում ենք հավաքում ենք այս տոպրակների մեջ, կապույտ տոպրակների։ 2 շաբաթը մեկ գալիս տանում են։ Պլաստիկա բան, այդ կապի ամաններ, ցելոֆաններ, բաներ։ Այս էլ էսպես, սիրելիներս, հիմա ես արագ մի հատ սա լվանան ու արագ մի հատ խմիչք պատրաստենք։ Ուրեմն ամանը լվացել եմ, օգտագործելու եմ նարինջ, կիտրոն, նարինջը կկլպեմ, կոճապղպեղ ու քրքումի արմատ թարմ։ Ես արագ սա պատրաստեմ ու միասին փորձենք արդեն։ Քրկումը գույն է տալիս, կտրում եմ թռնում է, ես կկրպեմ, քրկումներ, կոճապղպեղներ հակաբորբոքային հատկություն ունեն, օգտակար է շատ, իմունիտետի համար շատ լավ է, սա էլ կտրենք, այս բլենդերը ընկույց բանել եմ արում, այնպես որ այս կոշտ բաները կարծում եմ, որ լավ կմանրի, կոճապղպեղ, այն մի անգամ որ պատրաստել էի, ես խորհուրդ տվեցի, որպեսզի ճնշումը չլինի մեղր գցել, բայց իմ բաժանորդներից մեկը գրել էր, որ մեղրը ճնշումը գցելու հատկություն ունի, ես էլ կարդացի, ուսումնասիրեցի, պարզվեց, որ իրոք որ անոթները լայնացնում է ու կարող է ճնշումը գցի, այնպես որ այդպիսի բան կա։ Այս կոճապղպեղ, մեկ էլ նարինջ մի քիչ ավելացնեմ։
Նայում եմ, որ մեջը կորիզներ չլինեն։ Ջուր ենք ավելացնում։ Հակենք։ Ինչ տարում ենք, չէ, ապրում ամեն ինչ այսպես QR կոդով է։ Սկանանես ու ամեն ինչ նայես։ Այստեղ գրված չի, լավ, փորձենք այսպես ուղղակի։ Վերջ։ Հիմա տեսնենք ոնց մանրեց, մի հատ բաժակ բերենք փորձենք։ Փորձենք ժողովուրդ ջան։ Մանրել է դե, բլենդեր էլի սովորական բլենդեր է։ Կարելի է, օրինակ էս կարելի է այսպես խմել, ինձ տհաճ չի այսպես։ Կարելի է նաև մաղով անցկացնել։ Այսպես իմ սիրելի բարեկամներ։ Ձեզ արդեն հրաժեշտ տամ, ժամը 9-ից 15 ապակած, ես էլ մի քիչ հանգստանամ, լավ մնացեք, հավանեք տեսանյութը, մեկնաբանություն գրեք, բաժանորդագրվեք, ահագին մարդ նայում է առանց բաժանորդագրվելու, ու լավ մնացեք, կհանդիպենք, հաջողություն։